Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին մեկնելու է Ադրբեջան մասնակցելու Եվրոպական օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որը տեղի է ունենալու հունիսի 12-ին։ Պուտինի այցի մասին Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը։ Արդեն հայտնի է, որ Բաքու են մեկնելու նաև Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նույն օրը, երբ հայտնի դարձավ Պուտինի Ադրբեջան կատարելիք այցի մասին, Ռուսաստանի նախագահը պատվո շքանշանով պարգևատրեց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլուն։ Երեկ Կրեմլում անցկացվել է շքանշանը հանձնելու արարողությունը։ Պարգևատրվել են 4 տասնյակ մարդիկ՝ գիտնականներ, արվեստի գործիչներ, դիվանագետներ, տիեզերագնացներ, կրոնական առաջնորդներ, գործարարներ։ Ադրբեջանի դեսպանը հինգշաբթի հարցազրույց է տվել Ռոսիա 24 հեռուստաընկերությանը, հստակ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիության արևելյան գործընկերության ծրագրի հետ կապված պաշտոնական Բաքվի դիրքորոշումները։ Բաքուն դրական է վերաբերում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը, բայց մտադիր չէ անդամակցել այդ կառույցին, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հստակ նշել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը։ Մեջբերում եմ, Ադրբեջանը սկզբունքորեն դրական է վերաբերում այդ կառույցին, որովհետև դա մեր ընդհանուր տարածքն է և շատ մեծ շուկա, բայց այսօր մենք չենք կարող միանալ, քանի դեռ լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որովհետև մեր երկրում ավելի քան 1 միլիոն փախստական կա, մեր տարածքի 20%-ը օկուպացված է։ Այսպիսի տարածքային հակամարտության առկայության դեպքում մենք չենք կարող ագրեսոր երկրի հետ լինել նույն միությունում և այդ երկրի հետ ինչ-որ հարցեր լուծել։ Մեջբերման ավարտ։ Փոլադ Բյուլբուլօղլուն շեշտել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի միանալու հարցը կարող է քննարկվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելուց հետո։ Նա անդրադարձել է նաև Եվրամիության արևելյան գործընկերության ծրագրին, ընդգծելով, որ հենց սկզբից Ադրբեջանը ասել է, որ ասոցիացման համաձայնագիրը իրենց ձեռք չի տալիս։ Нами с самого начала было заявлено, что этот договор нас не устраивает. Мы можем говорить только о равном, о партнерском договоре. Նա նշել է, որ կարելի է խոսել միայն հավասար գործընկերության մասին։ Ադրբեջանին այսօր պետք չէ ինչ-որ համաձայնագրեր ստորագրել, որոնք նույնիսկ չնչին կերպով սահմանափակում են երկրի շահերը և ինքնիշխանությունը, հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը։